Գլխավոր դատախազը խորհրդարան է եկել երկու պատգամավորի հետևից։ Աննա Վարդապետյանն ակնկալում է ազգային ժողովի համաձայնությունը, որ Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին մեղադրանք առաջադրվի։ Դրա համար անհրաժեշտ է, որ նրանք զրկվեն անձեռնմխելիությունից։ ՔՊ-ից հեռացած Աղազարյանը կասկածվում է կոռուպցիոն գործարքների համար։ Կաշառքի երկու գործ կա։ Ենթադրություններ կան, որ պատգամավորը խոշոր կաշառքի դիմաց խոստացել է կազմակերպել մանր եղջերավորների արտահանումը առանց կարանտինի։ Խոսքը 200-ից 300,000 դոլարի մասին է։ Պայմանավորվածության համաձայն Սլավիկ Պողոսյանը եւ Աշոտիկ Կամավոսյանը ազգային ժողովի վարչական շենքի մոտ հանդիպել են Աղազարյանին, որից հետո Աշոտիկ Կամավոսյանը տեղեկացրել է, որ կարողացել են հավաքել 20,000 դոլար, ուստի առաջարկել է այն փոխանցել Աղազարյանին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբականակի արտահանման ժամանակ։ Աղազարյանը սակայն առաջարկից հրաժարվել է, վրդովել եւ նշել, որ դա իրենց նախնական պայմանավորվածությամբ որոշված գումարի չափը չէ։ Երկրորդ վարույթով Աղազարյանին խնդրել են օգնել Աջափնյակում գտնվող վթարային դպրոցը քանդելու, այդ վայրում նոր դպրոց ու բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն ստանալու հարցում։ Այդ գործընթացը կազմակերպելու համար պատգամավորն ըստ նյութերի 23,000 դոլար ու 300,000 դրամ է ստացել։ Չնայած խոստմանը, Հովիկ Աղազարյանը չի կարողացել կազմակերպել իրավասու պետական մարմիններից համապատասխան թույլտվություններ ստանալու գործընթացը։ Միաժամանակ չի վերադարձել Արամ Մկրտչյանի կողմից տրված գումարը։ Աղազարյանը չի ընդունում մեղադրանքները, իր շահերը պաշտպանում է մինչև վերջ։ Միջնորդագրում գրված է, որ Արամ Մանուկյանը փաստորեն փետրվարի 15-ից լքել է Հայաստանը։ Այո։ Եվ բոլոր ցուցմունքները, որ այդպես տոնով ասում եք, գրել եք այսպես հստակ, որ տեսած ձայնագրություններ, այդ մարդը զապիսը արել իր խոսքը եւ ուղարկել է։ Այնտեղ որը մեր իմ ու իր խոսակցությունների մեջ որևէ 23,000 դոլար շոշափվել է։ Դուք ոչ մի անգամ չեք հերքում գումարի ստացման փաստը, պարոն Աղազարյան, խնդրում եմ կարդացեք ձեր ցուցմունքները։ Արդեն լրագրողների հետ զրույցում ասում է այդ նույն Արամ Մկրտչյանը իր սանիկն է, իրենից գումար, այո, վերցրել է, բայց այլ նպատակով։ Եվ որ տուն էի վերցրել հիպոթեկով, վերանորոգման համար ինքը դե ընտանիքներով շփվում էինք։ Տեսա, որ որոշակի դժվարություններ ունեմ, տարբեր չափերով 8,000 դոլար իր պարտքով փող ա տվել, որը փաստացավորված ես վերադարձրել եմ իրան։ Եվ երբեք չի ասել 23,000 դոլար պարտք եք, պարոն Աղազարյան։ Երբ մերժեց մանդատը վայր դնելու վարչապետի հորդորը, թիմակիցներն Աղազարյանին մեղադրեցին կուսակցական փակ նիստերից արտահոսքեր կազմակերպելու, այդպես նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին վնաս հասցնելու համար։ Ընդ որում արտահոսքերի մասին հայտարարվեց միայն այն ժամանակ, երբ ազգային ժողովում Արգիշտի Քյարամյանի եւ Աղազարյանի միջադեպի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում արգրավեց պատգամավորի հեռախոսը։ Իրավական համակարգը արդյոք արդար կլինի ձեր նկատմամբ, դուք հավատում եք։ Ես կարամ պաշտպանվեմ։ Ես կարամ անարդարացիա ճնշումները, բայց կարող եմ պաշտպանվել։ Քաղաքական հետապնդում եք, որ Իհարկե։ Նիստերի դահլիճում գլխավոր դատախազին ուղղված հարցերը բավական սուր էին։ Ընդդիմադիրները մատնանշում էին հանգամանքը, որ երբ իշխող ուժի ներկայացուցիչը ինչ որ հարցում չեմ ու չում է անում, միանգամից քրեական գործ է հարուցվում։ Ագնես Ախամոյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Աղազարյանի հեռախոսի ուսումնասիրության ժամանակ հանդիպել են տեղեկությունների, որոնք հակահետախուզական սպառնալիքներ են պարունակում։ Հիմա ազգային ժողով, բայց եկել եք ոչխարների գործով Հովիկ Աղազարյանի հետևից։ Սա փաստորեն ձեզ համար հիմք չի հանդիսացել հաղորդում հանցագործության մասին, թե մենք հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ ինչպես այս դրվագով, ինչպես բազմաթիվ այլ դրվագներով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է եւ զրպարտել է։ Ստիպված եմ կրկնել, որ միջնորդագրի հետ կապ չունեցող եւ միջնորդագրի շրջանակներում չներկայացված ապացույցին վերաբերյալ որևէ դիրքորոշում չեմ հայտնելու։ Դուք քաղաքական հայտարարություններ չեք անում, ներողություն եմ խնդրում, բայց դուք քաղաքական պատվեր եք անում։ Ըստ Աղազարյանի վարչապետին թվացել է, որ նա խանգարել է պետական կարևորագույն նշանակություն ունեցող հարցերի ընդունմանն ու կարող է անհարմարություններ առաջացնել։ Դրա համար էլ Փաշինյանը գնացել է Աղազարյանին մեկուսացնելու ճանապարհով։ Պատգամավորն այսօր ավելի վստահ էր խոսում նախկին կուսակցապետի թերությունների մասին։ Որով վարչապետը ուներ թերություն։ Ինքը իրեն համարվել բացառիկ։ Ժամանակը գնաց առաջ եւ իր մոտ այդ ամեն ինչը սրվեց, խորացավ, իր բացառիկության զգացողությունը ես արդեն զգացել եմ մոտ 1 տարի առաջ, արդեն ինքը գրեթե որևէ մեկին չէր լսում։ Աղազարյանը հաստատում է անելու է ամեն ինչ, որ Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի, բացատրում է, թե ինչու։
Եթե ինքը վերարտադրվի նորից որպես վարչապետ, ապա ինքը կդառնա ավտորիտար ղեկավար, ավտորիտար ղեկավար դառնալու դեպքում այս օրվա պայմաններում դա շատ վտանգավոր կլինի մեր պետականության համար։ Ես իմ համեստ ներդրումը պետք է բերեմ, անեմ ամեն ինչ, որ ինչքան որ կարամ, որ չվերարտադրվի պարոն Փաշինյանը։ Որ իր նկատմամբ ճնշումներ են եղել, պատգամավորն ահազանգում է նաև երկրի գլխավոր ամբիոնից։ Եթե իմ հեռախոսը վերցնում են եւ այնտեղ կարդում են իմ եւ որևէ մեկի տղամարդ թեկին անձնական նամակագրությունը եւ սպառնում են, որ կտանք ձեր կնոջը, կտանք ձեր տղաներին, կհրապարակենք, ես եմ ավելի անբարոյական, թե տանողները։ Մենք գիտենք մի դրվագ, որ մերժել եք մանդատը վայր դնել։ Հարցս հետևյալն է. այլ որևէ հարցով Նիկոլ Փաշինյանին մերժել եք, այսինքն ինչ եք մերժել։ Մերժել եք արդյոք թե ոչ, եթե մերժել եք, ինչ եք մերժել, որ հայտնվել եք այս վիճակում։ Ես չեմ հիշում, որ պարոն վարչապետին որևէ այլ բանով մերժած լինեմ, ուղղակի իմ տպավորությունը ստեղծել եւ ես իր հետ այդ զրույցում ասել եմ, առանձին զրույցում ասել եմ այդ մասին, իմ տպավորությունը ստեղծել, որ վերջի ժամանակներս իր վերաբերմունքը իմ հանդեպ փոխված է։ Պարոն Աղազարյան, ինչ խառն եք, նկատում է Գառնիկ Դանելյանը։ Աղազարյանն իսկապես շատ ակտիվ էր, ընդմիջումներին էլ աջ ու ձախ հարցազրույցներ էր տալիս։ Երբ որ ծանոթացել եմ Նիկոլ Փաշինյանի հետ, ես անհավատս մտածել եմ, որ կարող է պատահի Հիսուսը գոյություն ունեցած լինի, որովհետև որպես մարդ։ Ես այդ եմ ասել, եթե դա կոչվում է համեմատություն, ապա դա ուրիշ խնդիր է։ Հիմա Աղազարյանը նշաձողն իջեցրել է, Փաշինյանին համեմատում է Վազգեն Սարգսյան պետական գործչի հետ։ Ինչ եղավ Վազգեն Սարգսյանի հետ։ Սպանեցին։ Աղազարյանի հարցի քննարկումից հետո ազգային ժողովը կլսի Տարոն Մարգարյանին առնչվող միջնորդությունը։ Այս քրեական գործը վերաբերում է Երևանում մանկապարտեզների ու դպրոցների տարածքների ապօրինի օտարման դեպքերին։ Մարգարյանը հայտարարել է, որ սա իր դեմ արդեն 7 տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական դրվագն է, կեղծիքի եւ փոքրոգության շքերթ, որի միակ նպատակը իրեն ու ընկերներին արդար պայքարից հետ պահելն է։ Եթե խորհրդարանը կողմ քվեարկի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններին, երկու պատգամավորների նկատմամբ էլ քրեական հետապնդում կհարուցվի։ Կալանքի կամ մանդատի զրկելու հարցը այս միջնորդություններով չի քննարկվում։ Իզաբելլա Հովանեսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։